Իրանցիներ Մասուդը, Ամիրը, Մուհամեդը և մյուսները Երևանի կենտրոնում քննարկում են իրենց հայրենիքում ստեղծված վիճակը։ Դրանցից յուրաքանչյուրի պատմությունը տարբեր է, սակայն բոլորին միավորում է նույն անհանգստությունը։ Ընտանիքները շարունակում են մնալ վտանգի մեջ։ Սա անբացատրելի իրավիճակ է, արդեն 4 օր է ընտանիքիս հետ կապ չեմ հաստատել։ Նրանք վտանգի մեջ են և ես չգիտեմ ինչպես խոսել նրանց հետ։ Մենք միայն խաղաղություն ենք ուզում, ամենաահավորը անորոշությունն է։ Մարդիկ չեն կարողանում լսել իրենց հարազատի ձայնը, հասկանալ անվտանգ են, թե ոչ։ Այս սպասումն ու լռությունն ավելի սարսափեցնող են, քան ինքնին պատերազմը։ Ոմանք հանդես են գալիս սուր քաղաքական դիրքորոշումներով, մյուսները նշում են, որ պատրաստ են կանգնել Իրանի կողքին մինչև վերջ, սակայն ինչ քայլեր կարող են ձեռնարկել Հայաստանից դեռ հստակ չէ։ Այո, մեր ամբողջ ընտանիքը հիմա Իրանում է։ Այս պահին նրանց հետ նորմալ կապ չունենք, ինտերնետի խնդիրների եւ վնասված ենթակառուցվածքների պատճառով։ Նրանք իհարկե վախեցած են։ Վախը միայն այն պատճառով չէ, որ մեր երկրի վրա հարձակում է տեղի ունեցել։ Իրանցիները պատմության ընթացքում միշտ էլ խաղաղ ժողովուրդ են եղել, բայց աշխարհում կան նաև ագրեսիվ եւ ուժային քաղաքականություն վարող կառավարություններ։ Թեև այս մարդիկ արդեն բավական ժամանակ է Հայաստանում են եւ կարծես թե վտանգից հեռու, նրանց միակ ցանկությունը պատերազմի ավարտի մասին լսելն է։ Այս վիճակը մարդկանց բաժանել է երկու ճամբարի, ոմանք ուրախ են, ոմանք հուսահատ։ Մենք միայն ուզում ենք, որ աշխարհում ոչ մի պատերազմ չլինի։ Երևանից ավելի քան 370 կիլոմետր հեռու Նորդուս Ագարակ անցակետը երբեմն փակվում-բացվում է ինտերնետի խափանման պատճառով։ Անցակետում կան եւ Իրան գնացող հայեր, եւ Հայաստան եկող իրանցիներ։ Ես ինքս Թեհրանից եմ։ Գիշերը ժամը 3-ից ռմբակոծում էին մինչև առավոտ, հետո կեսօրից նորից սկսում էին հարվածել։ Արդեն 4 օր է միայն հիվանդանոցներն ու խանութներն են բաց։ Ովքեր քաղաքից հեռու առանձնատուն ունեն, գնում են այնտեղ փրկվելու եւ անվտանգ մնալու։ Մենք գիտեինք, որ փակեր չէր աշխատում, բայց իմացանք հետո աշխատում է։ Սահմանափակությունը չկա, նույնն է, ոնց ինչ ուզում ես, էլի բերում ես։ Հիմնականում մի քիչ սննդի հարցն է խնդիրը, սնունդը չթույլատրվում։ Իրանի սահման տանող ճանապարհին բեռնատարների հերթ են ֆիքսել տեսախցիկները։ Պետեկամուտների կոմիտեն հայտարարել է, որ վերջին 2 օրում Ագարակ անցակետում ընդհանուր սպասարկվել է մոտ 900 բեռնատար, իսկ պատերազմի բռնկումից ի վեր Հայաստանից Իրան եւ հակառակ ուղղության բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան։ Ալինա Սահակյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոնի համար։